Երևանում մի բան շատ պարզ երևաց։ Այն պատմությունը, թե Եվրոպան Ադրբեջանի կողմն է, չի դիմանում իրական կադրերին։ Ալիևը տեսաուղերձով հարձակվեց Եվրոպական խորհրդարանի վրա, հենց այն կառույցի, որը տարիներ շարունակ բանաձևեր է ընդունել Հայաստանի, Արցախի հայերի, գերիների, մշակութային ժառանգության և ուժի կիրառման թեմաներով։ Նա ասաց, որ այդ բանաձևերը սուտ են, զրպարտություն և երկակի չափանիշներ։ Բայց եթե Եվրոպան իսկապես Բաքվի կողմն էր, ինչու էր Ալիևը այդքան զայրացած հենց Եվրոպական խորհրդարանի վրա։ Ռոբերտա Մեծոլայի պատասխանը եկավ նույն դահլիճից։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը ընտրված ներկայացուցիչների մարմին է, իսկ բանաձևերը ընդունվում են մեծամասնությամբ։ Այլ կերպ ասած, Բաքուն չի կարող պատվիրել Եվրոպային, թե ինչ գրի իր բանաձևերում։ Սա ապտակ էր ոչ միայն Ալիևին, այլ նաև այն քարոզչությանը, որը Հայաստանում փորձում է հավասարության նշան դնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև։ Այո, Եվրոպան ունի էներգետիկ և առևտրային հարաբերություններ Բաքվի հետ, բայց քաղաքական մակարդակում ամենակարևոր փաստը սա է. երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարությանը, իրավունքներին և Հայաստանի անվտանգությանը, Եվրոպական խորհրդարանը կանգնել է Հայաստանի կողքին, ոչ թե Ալիևի հարմարավետության կողքին։ Հիմա կարևոր է, որ Երևանում այս ուղերձը չկորչի աղմուկի մեջ։ Եթե Բաքուն նյարդայնանում է Եվրոպական խորհրդարանի բանաձև